Ռուս-ուկրաինական պատերազմի բանակցային գործընթացում ԱՄՆ-ի եւ Եվրամիության անդամ երկրների միջև շահերի բախում կա։ Ըստ քաղաքագետների Եվրամիությունն այլևս հավաքական արևմուտքի մաս չէ։ Այդ մասին հայտարարեց նաեւ Գերմանիայի կանցլերը։ Եվրոպական միության խորհրդի որոշումը անժամկետ սառեցնել Ռուսաստանի ինքնիշխան ակտիվները ըստ մասնագետների մեկ նպատակ ունի՝ թուլացնել Ռուսաստանին։ Եվրոպան պատկերացնում էր եւ ցանկանում էր թուլացած Ռուսաստան, որը այլևս իր համար չի կարող ոչ տնտեսական, ոչ տեխնոլոգիական եւ ոչ էլ ռազմական վտանգ սպառնալ։ Եվրամիության անդամ երկրները փորձում են իրենց խաղն առաջ տանել ռուս-ուկրաինական պատերազմի բանակցային գործընթացում։ Հիմա Ուկրաինան ֆինանսական կարիք ունի եւ միլիարդավոր դոլարների հասնող այդ ռեսուրսները չկան զենքի արտադրության, սոցիալական ծախսերն իրականացնելու համար։ Սակայն կան Եվրոպական միության երկրներ, որ հասկանում են պատերազմն ավարտվելուց հետո Ռուսաստանն իր ակտիվները հետ է պահանջելու։ Ռուսաստանի փողը հետ է ուզելու, այնպես չէ որ վերցրեցիր եւ վերջը, ասես իմնա ու վերջը քոնը չի։ Այդտեղ բավականին լուրջ խնդիրներ կան։ Քաղաքագետների դիտարկմամբ Եվրամիության ղեկավարներն են, որ ցանկանում են վերցնել ու սառեցնել ռուսական ակտիվները, իսկ Եվրամիության անդամ երկրների ղեկավարները ոչ, քանի որ նրանք անմիջականորեն պատասխանատվություն են կրում երկրի տնտեսական վիճակի համար։ Դրա համար դրանից միջև հակասություն կա։ Եվրամիության ղեկավարությունը պատասխանատվություն չի կրում, ասենք Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատասխանատու չէ Բելգիայում կամ Հոլանդիայում կամ Գերմանիայում շարքային քաղաքացիների ապրելակերպի կենսամակարդակի բարձրացման կամ իջեցման համար։ Մերսն է պատասխանատու կամ Իտալիայի վարչապետն է դրա համար պատասխանատու։ Դրա համար ինքը հանգիստ ասում փողը վերցնեն։ Ռուս-ուկրաինական պատերազմում եվրոպացիները մեծ գումարներ են ներդրել եւ դա արդեն հարցեր է առաջացնում եվրոպացի հասարակության մոտ։ Ինչպես են դրանք ծախսվել եւ թե ինչու եվրոպացին պետք է վճարի դրա համար։ Վաղ թե ուշ այս ամենը ըստ քաղաքագետների սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ է առաջացնելու Եվրամիության տարածքում։ Սա Եվրոպայի կողմից կարճաժամկետ հեռանկարի համար արված քայլ է, որը վաղ թե ուշ բերելու է կոմպրոմիսի Ռուսաստանի հետ։ Եվրոպական միությունը վերածվել է հիմնական խաղացողներից կախված տարածաշրջանի, որտեղ է ներգաղթյուրների առումով, թե հումքաբազային ռեսուրսների առումով բավականին լուրջ կախվածություն ունի։ Հիմա արդեն Միացյալ Նահանգներից, եթե նախկինում վառելիքի հսկայական պաշարը ներմուծվում է Ռուսաստանից, ապա այժմ արդեն նաև Միացյալ Նահանգներից։ Եվրոպան հիմա միայն ռուսական հեղուկ գազից է օգտվում։ Եվրամիությունը ամերիկյան գազ է նաև սպառում։ Սակայն Եվրամիություն ԱՄՆ հակասության պարագայում Եվրամիությունը կարող է նաև ամերիկյան էներգակիրներից էլ զրկվել։ Ուղղակի քաղաքական նպատակահարմարությունը արդեն հաղթել է տնտեսական նպատակահարմարությանը։ Ինչպես տեսնում ենք, դա շատ երկար, ուրեմն գործընթաց է կարող է, ուրեմն շատ երկար կարող է դա տևել։ Ռուս-ամերիկյան հարաբերությունների որոշակի կերպափոխումը եւս Եվրամիությունում առաջացրել է բավականին լուրջ մտավախություններ։ Ըստ քաղաքագետների, ռուս-ուկրաինական հակամարտության այն սցենարը, որը քննարկվում է Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջև, կհանգեցնի Եվրամիության դերի նվազմանը տարածաշրջանում։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։